Ինչու է սիրային կախվածության ժամանակ մարդը հետևյալ արտահայտությունները կամ հետևյալ հոգեվիճակը ունենում. գլուխս կորցրել եմ, առանց քեզ կյանք չունեմ, առանց քեզ իմ կյանքը խավար է, ես ինձ լավ չեմ զգում։ Ձեր տրամադրությունը ամբողջությամբ կախված է իր SMS-ներին պատասխանելուց, իր հետ խոսալուց, իրեն հանդիպելուց, ինչ տրամադրություն որ ինքը ունի, այնպիսի տրամադրություն էլ դուք ունեք։ Եթե ինքը ձեր հետ հաճելի զրուցակից է դառնում, լավ բաներից է խոսում, լավ ժամանակ եք անցկացնում, կարծես ամբողջ աշխարհը գունեղ է, բոլոր ներկապնակի գույները կարծես այդ պահին ձեր համար հասանելի է, ուրախություն, երջանկություն, իդեալական պատկերացումներ, այսինքն դուք իրան իդեալականացնում եք, կյանքը դառնում է շատ հիասքանչ մի տեղ, շատ հիասքանչ մի վայր է դառնում աշխարհը, բայց հենց չի պատասխանում ձեր զանգերին, հենց կորչում է, հենց ինչ որ կոնֆլիկտային իրավիճակ է լինում, կարծես օդը սառչում է, կարծես աշխարհը կանգնում է, այլևս չի պտտվում, կարծես խավարում է ամեն ինչ։ Եթե խոսայինք իսկական սեր ասածի մասին, ինչ է առողջ հարաբերությունները, ապա այն դեպքում չկան այսպիսի հոգեվիճակներ, այսինքն այս դեպքում սիրային կախվածության դեպքում մարդը իր եսի ու դիմացինի եսի միջև սահմանները չի ճանաչում, սահմանը ամբողջությամբ լղոզված է, ամբողջությամբ վերացած է, այսինքն սիմբիոտիկ հարաբերությունների մեջ են, ձուլված են միմյանց, կախվածություն ունեցող մարդը սիրո օբյեկտից ամբողջությամբ կախված է, իր կյանքը, վարքը, էմոցիաները, մտքերը ամբողջությամբ կախված է այդ մեկից, կարծես այդ մեկը դառնում է իր աշխարհը, իր տիեզերքը։ Եթե սրա այս իրավիճակի, այս երևույթի ուղիղ կապը ես ձեզ փորձեմ ցույց տամ, դա հետևյալ տարիքում է լինում, երբ որ երեխան ծնվում է, ամբողջությամբ կախված է մամայից, սիմբիոտիկ հարաբերություն ասած, այսինքն միասին ենք, իրար հետ ենք, իրար կպած ենք, չունենք առանձին սահման, սկզբից պորտալարով են տարանջատվում, բաժանվում իրարից, այսինքն սեպարացվում, հետո մի քանի ամիս հետո պորտալարից հետո մայրը գրկած է երեխային պահում ու տարբեր էտապներ է անցնում, հետո չոչ է անում երեխան, հետո արդեն կանգնում է, քայլում, այսինքն ամեն մի էտապում երեխան ու մաման կամաց իրարից բաժանվում են։ Երբ որ մաման երեխային տալիս է կենսական բոլոր անհրաժեշտ երևույթները, սնվել, հույզեր, պաշտպանել, ապահովություն, երեխան սկսում է աճել, ամեն մի աճելուց, ամեն մի լեվելից երեխայի մոտ անձնային աճ է լինում, այսինքն մինչև 3 տարեկան է արդեն, երբ որ երեխայի եսը ամբողջությամբ ձևավորվում է եւ երեխան ու մաման բաժանվում են իրարից, արդեն ամեն մեկը ունենում է իր առանձին աշխարհայացքը, երեխայի եսը որ զարգանում է, գիտակցում է երեխան ինքը ով է, իր անունը, իր սեռը, ես կանեմ, ես կուտեմ, ես կքայլեմ, ես կհագնեմ իմ շորերը, ձևավորում է եսը եւ այդ սեպարացիան է տեղի ունենում, այդ սիմբիոտիկ հարաբերությունները ամեն էտապից ավարտվում են, ծնվել, պորտալարը կտրել, չոչ անել, քայլել, խոսալ, եսը ձևավորվում է, իսկ այս 3 տարեկանը մինչև, հետո արդեն մինչև 5 տարեկանը նաև հոգեսեռական զարգացումն է տեղի ունենում, էծիպյան բարդույթ եւ այլն, այդ դրա մասին ուրիշ տեսանյութում կխոսեմ, բայց նորից որ հետ վերադառնանք կախյալ հարաբերություններին, երբ որ ինչ որ էտապում ինչ որ պատճառներից ելնելով այդ մինչև 3 տարեկանի ճգնաժամը երեխայի ու ծնողի հարաբերությունները բավականաչափ ապահով պայմաններում չեն զարգացել, երեխայի եսը ապահով պայմաններում չի զարգացել, եղել են վախեր, տագնապներ, խուճապներ, երեխայի մոտ այդ ապահովության զգացումը, այդ պահանջը չբավարարված է լինում եւ հենց պատահական չի որ հոգեվերլուծության մեջ ամբողջ հոգեթերապևտիկ process-ը հետընթացով է, մարդուն հետ են տանում մանկություն եւ սկսում են նորից այդ էտապները զարգանալով առաջ գնալ եւ այսօրվա ակտուալ խնդրից, այսօրվա սիմպտոմներից սկսում են այդ սիմպտոմների միջոցով մտնել մարդու ներաշխարհ, որպեսզի հասկանան այնտեղ ինչ է եղել, իսկ այնտեղ ինչ որ եղել է, հետագայում գալիս է մեծ կյանք, եթե այնտեղ
ապահով չի եղել, մարդը բավարարված չի եղել, բավականաչափ սեր չի ստացել, թե ու թիկունք չեն եղել իրան, մարդը արդեն մեծ տարիքում ունենում է խնդիրները սկսում են ի հայտ գալ եւ հենց առանց քեզ չեմ կարող ասածը ամբողջությամբ սիրային կախվածության դեպքում նույն ստրատեգիան է տեղի ունենում, նույն սցենարն է խաղարկում, ինչ որ երեխան է ունեցել ծնողի հետ հարաբերության ժամանակ։ Գուցե հիմա շատերի համար այս երևույթը մի քիչ անհասկանալի է, մի քիչ աբսուրդիզմի կարող է հասնել, բայց հարգելիներս, հիմա փորձեք հիշել մարդկանց կամ հենց ֆիլմերում, հենց երգերում ինչի մասին է խոսքը, առանց քեզ կյանք չունեմ, դու իմ աշխարհն ես, դու իմ օդու ջուրն ես, դու իմ ամեն ինչն ես, առանց քեզ ես կմահանամ, այսինքն հաճախ սիրային կախվածություն ասած ինքը հիվանդագին պաթոլոգիկ վիճակի է հասցնում, մարդը դեպրեսիվ վիճակում է հայտնվում, խուճապային գրոհներ է ունենում, ապաթիկ վիճակ, եթե չկա սիրո օբյեկտը, չկամ ես, եւ հենց այսպես է լինում հաճախ ցավալի դեպքերում, երբ որ զուգընկերներից մեկը մահանում է կամ կորուստ են ունենում, այն մյուսը կորցնում է իր կյանքը, այն մյուսը էլ չի վերականգնվում եւ անձնային խանգարումներից կախյալ անձնային խանգարման դեպքում եւս նմանատիպ փորձառությունների միջով է անցնում տվյալ մարդը եւ բացի սիրային կախվածությունից կախյալ վարքի հակում ունեցող մարդ ունենում է կախվածություն ալկոհոլից, սիգարետից, թմրանյութերից, ընկերներից, բարեկամներից, ծնողներից, աշխատանքից, այսինքն մարդը ինքը իրանով, ինքը երբ որ մենակ է, չի իմանում ինքով է, ինքը գոյություն չունի, ինչպես է փոքր երեխան, եթե չկա մամա, չկա ոչ մեկ, ինքը գոյություն չունի, պետք է մաման իրեն սիրի, գուրգուրի, որպեսզի ինքը լիցքավորվի եւ իր անձն ու եսը ձևավորվի ըստ մամայի տվածի, իսկ ըստ աշխարհի ու ծնողի տվածի ձևավորվում է իր եսը, այսինքն ինքը լցվում է իր ներաշխարհը եւ ներաշխարհը արդեն ձևավորում է իր եսը արտաքին աշխարհի հետ հարաբերություններն ու մարդկանց հետ հարաբերությունները։ Եթե մնացին հարցեր, խնդրում եմ կարող եք